Ողջույն ձեզ, ինչպիսին է անբարո մարդը, եկեք Աստվածաշնչով վերանայենք, այդպիսի մարդկանց սրտի խորհուրդների բոլոր գաղափարները չար են ամեն օր, Ծննդոց 6-րդ գլուխ 5-րդ խոսք, նրանց սիրտը խորամանկ է, ամենից ավելի, Երեմիա 17-9-րդ խոսք, նրանց սիրտը անդառնալիորեն ապականված է, նրանց սիրտը անկարելի է հասկանալ, Ավետարանը ծածկված է նրանց համար, Բ Կորինթացիներ 4-րդ գլուխ 3-4 խոսք, Սատանան կուրացնում է նրանց մտքերը, նրանք մահացած են իրենց մեղքերի մեջ, Եփեսացիներ 2-րդ գլուխ 1-3 խոսք, նրանք գնում են այս աշխարհի ընթացքով կամ սովորության պես, նրանք քայլում են ըստ սատանայական սկզբունքների, նրանք անհնազանդության որդիներն են, նրանք ապրում են իրենց մարմնի կրքերով, նրանք կատարում են մարմնի եւ մտքի կամքը, նրանք բնությամբ բարկության որդիներ են, նրանց մտքերը ունայն են, Եփեսացիներ 4-րդ գլուխ 17-24 խոսք, նրանց հասկացողությունը խավարած է, նրանք օտարացված են Աստծո կյանքից, նրանցում տգիտություն կա, նրանց սերը կույր են, նրանց սրտերը անզգայացած են, նրանց միտքը եւ խիղճը պղծված են, Տիտոս 1-րդ գլուխ 15 խոսք, նրանք հիմար կամ անզգամ են, Սաղմոս 14 գլուխ 1 խոսք, նրանք անարգում են իմաստությունը եւ խրատը, Առակաց 1-րդ գլուխ 7-րդ խոսք, նրանք ատում են գիտությունը, Առակաց 1-րդ գլուխ 22-րդ խոսք, նրանց ճանապարհները ուղիղ են իրենց աչքերի առջև, Առակաց 12 գլուխ 15 խոսք, նրանք հայտնում են իրենց սրտինը, Առակաց 18 գլուխ 2-րդ խոսք, նրանք ապավինում են իրենց սրտին, Առակաց 28 գլուխ 26 խոսք, նրանց կյանքի հիմքը նման է ավազի վրա կառուցած տանը, խաչի հիմարություն եւ գայթակղության վեմ է նրանց համար, նրանք կործանվում են, Աստծո համար նրանց իմաստությունը հիմարություն է, նրանց մտածմունքները ունայն են, նրանց դատողությունները սուտանում գիտություն են, նրանք անկարող են գալ Աստծու մոտ, եթե նա չձգի նրանց, նրանք չեն հասկանում, նրանք չեն փնտրում Աստծուն, նրանք չեն վախենում Աստծուց, նրանց միտքը մարմնավոր է, Հռոմեացիներ 7-րդ գլուխ 8-րդ խոսք, նրանց միտքը թշնամաբար է տրամադրված Աստծո հանդեպ, նրանց միտքը անկարող է հնազանդվել Աստծուն, նրանք չեն կարող հաճեցնել Աստծուն, նրանք Աստծո թշնամիներն են, նրանք չեն կարող հասկանալ այն, ինչ վերաբերվում է Աստծուն, հոգևոր պակասամտության պատճառով, նրանք ատում են լույսը եւ սիրում խավարը, նրանք ճշում են ճշմարտությունը անարդարության մեջ, նրանք ունայն են իրենց մտածմունքներում, նրանց հիմար մտքերը խավարած են, նրանք ասում են, թե իմաստուն են, նրանք փոխում են Աստծո ճշմարտությունը ստի հետ, նրանց միտքը ապականված է, նրանք լցված են անարդարությամբ, նրանք թշնամացած են,